Ճամփորդես ճամփի խորբան Կացվարով ճան սիրեկան Կացվարով ճան սիրեկան Սիրտս քեզ մոտ կթողնեմ Սիրտս քեզ մոտ Լիքը հանդուչոլ, լիքը ապրուստ ու մի պեծ ու կրակ Կարինե։ Հանդու դաշտի վետերան է, որի ձեռքի տակով է անցնում Մալավերդու հանդամասերի զանազան ու բազմազան բարիքները։ Առանց Կարինեի կարող ձեռքերի գործ չկա, լինի էլ գործը գլուխ չի գա, ասել է թե հալավերդցիների սեղանն ու մառանը դատարկ կմնա։ Սեզոնին ինչ ասես, ինչքան ասես կհավաքի ու վաճառքի կհանի։ Պատվիրատուները հերթ չեն տալիս, իսկ այսօրվա հերթը ընկույզինն է, կանաչ ընկույզինը 600 հատ պոպոկի պատվեր ունի։ Պիտի հասցնի հավաքի, դրա համար էլ առավոտ ծեքը ծեքին փեշը կապել, ծառներից վեր չի գալիս։ Սիրեկան, կացվարով ճան, սիրեկան Իչև հաղպատեր գնացել եմ քաղել բան, ասենք միր քայլ է բան, ինչ որել էլա գնացել եմ քաղել, մեր վերևները բաներ, անտառները, գնում ենք Սարայի մոշի ժամանակ, մոշը քաղում, Սամանդարի աղբիր են ասում, ես ինչ գիտեմ, Պեպոյի բինայա, ինչա, ամենտեղ գնում եմ, ես ամենտեղից է գնում եմ քաղում բերում, մենք որ Մենակ եք գնում հան։ Հա, ես մենակ եմ գնում, չեմ սիրում հետս մարդ տանեմ։ Բա չեք վախենում։ Չէ, երեքս էլ բույն ասմա, որ գնաց ես էլ եմ գալի, ասում դու ուր ես գալի, գազ որ իմ առաջից քաղես։ Ասում որ հանկարծ մենակ գնաս ընդի գելը պատահի քեզ կամ վեր ընկնես մի բանը, լիվոտդ կոտրի, ասում հա ինչ անեմ, մի բան կլի, մի կերպ խաբար կանեմ, ոչ թե իմ հետ մարդ տանեմ։ Հոգնել չունի, նստել ու շունչ առնել չունի ու ինչպես ինքն է ասում, պտղունցը ինչքան բռնի դեռ կբանի։ Գարունն ու վաղամառը հրես հանդու դաշտում բազար են բացել, աշխարհը լցրել քոլ ու քոքոշով, 1001 ապրուստով։ Ինչպես կարող է Կարինեն տանը տիտիկ անել, երբ ոտքի հետ գնում է ամեն բան։ Առավոտյան ժամը 7-ին արթնանում եմ ու իջնում քաղաք, այս սեզոնին անտառի բարիքներից օգտվում ենք։ Մեր ոնց ասած, մեր օրերը սենց անցնում, էլի առևտուր ենք անում, էլի բանը, բանջարեղ են բան ենք քաղում, տանում, ծախում։ Այսօր ինչ եք տանելու վաճառքի։ Այսօր պոպոկ եմ քաղել, ոնց որ զակաս ունեմ, էլի պետք է տանեմ 600 հատ էլ այսօրվա զակասի սա։ Տանը ունեմ, այդ կտանեմ կավելացնեմ, հետ է սենց կանենք։ Ուր են գնում։ Մի գնանք են մյուս այգինաս, տենանք ընդեղ ինչ կա։ Ում էլ ասում եմ տարիքա, ասում դու սխալ ես, ասում դու այդ տարիքի չես, ասում իմ տարիքն է դա, ես ինչ անեմ, որ այդ տարիքի եմ։ Ճիշտ 65 տարեկան եմ, բայց ոնց որ 18 տարեկան եմ, շատ ջահել, կարում եմ ամեն ինչ բան անեմ, էլի քաղեմ, բեջարեմ, օգտագործեմ, որ տանը նստեմ, այդ օրը ես հիվանդ եմ, դուրս են գալի, քաղում ենք, օրը անցկացնում, այդ օրը որ չի, որ ես տանից դուրս չգամ անտառ գնամ կամ ինչ-որ մի բան քաղեմ, գնում եմ հողամասը, մշակում, ուրցա, կակալ եմ այսօր քաղել, կակալից հետո բալբը քաղել եմ, բանջար քաղել եմ, բաճարել, Հեսա կգա մեր մոշը, ֆոնը, որ ես։ Ձերքերի հետ աշխատանքի արդյունք է։ Արդեն պոպոկ եմ կլպել, սևացել է։ Նախանձն անծանոթ բամբասանքը հեռու, չարությունն էլ ավելի հեռու է Կարինեից, որ ապրում է միայն բարություն, սեր ու աշխատասիրություն տարածելով, թե պետք կարծում է, որ եթե ինքն էլ շատերի նման պարապ մնար, գուցե սուրճի սեղանը իր չար գործը աներ, չդիմանար ու մեկ-մեկ էլ ինքը բամբասեր։ Չէ, էդ իր բանը չի, իր խելքի բանը չի, ինքը պիտի աշխատի, որ ընտանիք պահի։ Հարևանները, որ նստում են սրանից, նրանից բամբասում, ես այդ բանը չունեմ, էլի, չեմ մասնակցում իրանք։ Ասում եմ ավելի լավ է գնամ անտառ մի բան քաղեմ բերեմ, որ այդ օրը իմ օրը լավ անցկենա, քան նստեմ հարևանների հետ սրանից, նրանից բամբասեմ։ Նստում են ամեկ իրանց հարսից բամբասում կամ երեխեքից բամբասում, բայց ես այդ բանը չունեմ, ես էլ հարս ունեմ։
Բայց իմ հարցից ես ոչ մի անգամ ոչ մի վատ բան ոչ ասել եմ, ոչ տեսել եմ, ոչ էլ ասել եմ։ Հարևան որ խոսում է, ասում են մի բան անի։ Եկուց էլ քու աղջիկը ուրիշի հարցելի, լավը կլի, որ նրանք էլ քու աղջկանից բողոքեն։ Պետք է չի։ Ասում եմ վատությունը որ գալիս է տան կեսուրից է գալի, ոչ թե հարցից է գալի։ Հարցի սխալն էլ է կեսուրից, լավն էլ է կեսուրից է։ Քանի հարց ունեք մի երկու տղա ունեմ, մի աղջիկ, մի տղես մին ամուսնացած է, երկու տղա ունի, մեկը ծառայում է, այն մեկն է քոլեջ է գնում։ Դեռ լավ է, եթե իրենց հարցից բամբասեն։ Կնիկը առավոտից իրիկուն նստած է շենքի բակում, անգործ ու անբան։ Ուշի ուշով հետևում է շենք մտնող դուրս եկողին ու ամենքի հետևից բամբասում, մի վատ բան ասում։ Ինքը հեռու է նման բաներից։ Տենանք լակարան ծախեն, կհավանեն, չգիտեմ, դե մարդ կա մանր է ուզում, մարդ կա խոշոր է ուզում, չգիտեմ, կհավանեն, թե չեն հավան, ետել իրանք գիտեն։ Ծնունդով դսեղեցի, բայց ամուսնական բախտով ու կյանքով շուրջ 43 տարի ալավերդցի Կարինեն ջահել անհոգ տարիներն է հիշել։ Հեքիաթային գեղեցկություն ու կյանք ուներ, խնամախոսները հանգիստ չէին տալիս խստապահանջ մորը։ Հավանական փեսացուների բանակից ոչ մեկին ընտրել չէր ուզում, սովորել էր ուզում, բայց դա երազանք մնաց։ Թաքցրել է ոնց բան այդ աղբերստի քաղաք էր մնում, ոնց որ մերս բաներ առնում, ասում տար երեխեքին մար արի, այդ առավոտ մարշրուտով ավտոբուսով եկա, դեն ժամանակ ավտոբուսին էր, ավտոբուսից ուշացել եկա կայարանը, տայից որ ոտով ասի առաջ գնամ, տենամ լավ, կարող ամի մարդ պատահի գնամ, էլի կամ էլ գնամ էլի իրանց տուն, մեկ է զավոդի մոտը հասա, մի հատ ավտո եկավ, կանգնեց, բարև ձեզ, ասի բարև, բա ուր ես գնում, ասի բայց քու ինչ գործն է, թե ես ուր եմ գնում, դու ով ես որ եկել ես, ինձ հարցնում ես, թե ինչով կարամ օգնեմ, ասի ոչ մի բանով էլ չես կարա օգնես, ասի դու քու ճամփեն գնա, տենց գնացի մի քիչ, այն մոստը անցկացա, մեկ էլ այս ավտոն եկավ կանգնեց էլի, ու էլ չեմ զգացել, սրանք ոնց են զգացի ավտոն ու տարել։ Մի խոսքով փախցրին տարան ամուսնու հեռավոր բարեկամի տուն։ Ամոթից կամ ադատներին հավատարիմ կապվածությամբ մորը մերժեց, հետ չգնաց դսեղ։ Չուզեց Թումանյանի անմարդ Մարոյի բախտին արժանանալ։ Դսեղն ու գյուղը բամբասանք չէր ների տարած ետ բերած Կարինեին։ Հետագա բախտն էլ կասկածի տակ կառնվեր։ Պատահական եղած բան էր, ինքն էլ ալավերդցի Արամայիսին կնության մնաց։ Չեմ սիրել, բայց իրանք ոնց որ լավն են էլ վատը չեն էլ իմ հանդեպ, թե կեսուրս, թե կեսրարս, մամաս ու քերիս եկան, մի շաբաթվա ստեղ եկան, թե բա եկել են որ քեզ հետ տանենք, ես էլ ասի չէ, այս քերիս ասավ աղջիկ ջան լավ մտածի, ասի չէ քերի, ընկել եմ իմ ճակատագիրն է տայել, ես իրաց եմ ունեցել, բայց իրացից չտվին, ասել եմ մի տա իմ ղսմաթը, ինչ կլի կլի, ու ոնց էր քո ղսմաթը։ Ու այն աղսմաթս էր, որ ինքը մի քիչ հիվանդ էր։ Իմ կյանքը ոնց որ ուրախ չի ելել։ Իմ լոտոն չի շահել, բայց էլի ես գոհ եմ մնացել, որ Աստված գոնե իմ երեխեքին ինձ ա տվել էլի։ Հիվանդ էր ամուսինը, հարսնության տարիներին էլ իրեն շատ տանջեց ու չարչարեց, բայց ինքը մինչև վերջի օրը ամուսնու կողքին մնաց, հավատարիմ իր չբարձրաձայնված ուխտին։ Հաշտվել եմ, հարմարվել եմ, բայց իմ տեղը եթե ուրիշ աղջիկ էր, երկու օր դաժե չէր մնա։ Գալիս էր տվել ամուսինս, հետո մի օր խմել էր եկավ, թե մատանին տուր, վեր կալավ տարար ծախեց։ Դրանից հետո ես առել եմ, էլի, մատանի եմ առել, ականջող եմ առել, թե պարա, թե պսկոցերի, թե ոնց էլ փոխվել։ Հա, ես աշխատում էի այդ տենգեսի ճաշանում, աշխատավարձով առել եմ։ Հիմա ամեն բան անցյալում է, սրա մասին շատ խոսել չի ուզում, ուրիշն իր լավը իրեն չի տալու, դա իր կյանքն է, իր վիշտն ու ցավը, իր ապրածը ու գուցե չապրած կյանքը, այն պիտի մնա իր մեջ։
սակայն մտածում ու չի հասկանում, թե որն է ճիշտը։ Մի ողջ կյանք տանջվել է հարսնություն արել, ծառայել, բայց հիմա տեսնում է, որ հարցները խանում խաթուն հարցներ են։ Աղավարի կյանքով են ապրում, շատերը ոչինչ չեն անում, չեն աշխատում, մեծ պահանջներ են դնում ու հասնում իրենց ուզածին։ Բա ուրեմն ինքն իզուր տանջվեց, չարչարվեց, մտածում է, հետո համոզվում, որ իր կյանքը իզուր չի ապրել, որ հարցներից ու ջահել աղջիկներից նախ եւ առաջ ծառայություն էին պահանջում ճակատագիր կոչվածի, որի դեպ կեսուրն ու ամուսինն էին գծում այդ ճակատագրի հետ համերաշխությամբ։ Հիմիկ հարցներ օրը գալիս են եք ասում գնանք առանձին ապրենք, մենք պետք է առանձին մնանք։ Չեն ուզում որ կեսարի հետ ապրեն։ Այդ գիտեմ, չէ, ընտանիքում պետք է անպայման տան մեծը լի, ընտան որ մեծ չկա, այն տունը տուն չի։ Հասկացողի հիմար տենց է, էլի պետք է անպայման ինքը իր կեսարի հետ մնա, ոչ թե վերկենա առանձին։ Համեմատություններ տանելով անցյալի ու ներկայի միջև, Կարինեն ասում է մարդ չպիտի այնքան քաղցր լինի, որ կուլ տան ու չպիտի այնքան դառը լինի, որ թքեն։ Կարինեն էլ այդպիսին է, սիրում ու հարգում է, բայց իր դիրքերը միշտ ամուր է պահում։ Փառք Աստծո, լավ երեխաներ ու հարսներ ունի, հարգված է, սիրված, թեպետ ոնց չհարգեն, որ այս տարիքում էլ իրենց համար է ձգում, այսինքն շատ աշխատում, տան շերեփն էլ արդեն հանձնել է հարսին, բայց վայ նրան, եթե հանկարծ համարձակվի այդ շերեփը գետնով տալ։ Հասկացողի համար տարբերություն չկա, հարցը թե աղջիկը, ծնողի մա դա բանա։ Ես որ աշխատում եմ էլ իրանց համար, հետս չեմ տանելու, իմ երեխեքի համար եմ անում, թող այդ հարցը գողելի, որ ինձ նման կեսուր ունի, աշխատող, տուն բերող, ոչ խառնվում եմ, ոչ էլ ինչ ուզում անի, ոչ մի բանի չեմ խառնվում, լավ ավատա, էտա։ Կհարգեն, չեն հարգի Աստված իրանց հետ, թող կարևորը առողջ լինեն։ Ասում է հիմա ամոթ աբուրը որն է, նամուսը որն է, հիմիկվա ջահելները չտեսնված են։ Ինքն էլ ժամանակին սիրուն, խորոտիկ, մորոտիկ, կլորիկ մլորիկ աղջիկ էր, երբ հարս եկավ, բայց չանցած մի տարի դա անցյալում մնաց։ Երկար մազերով սիրուն, կարելի ասել թմփլիկ աղջիկ եմ ելել, բայց որ ամուսնացել եմ, 3 երեխա եմ ունեցել, արդեն հրակացել եմ էլի։ Վերենունը 3 կիլո բան սարքում, ապշե չեմ սիրել։ Ինչ են սարքում։ Պրոշներն էլի, սրսկում են, ես ինչ գիտեմ։ Ժամանակին շատ հավեսով քսվել եմ, բայց որ ամուսնացա ամուսինս 3 անգամ ջարդեց, կեսուրս էլի առել էր, բայց էլի տենց էլ հարգեցի քսվելը։ Ես տվի աղջիկները պրոշները սարքում են կապիկի հետիվ։ Այդ սիրուն չի, աղջիկներ ջան, ձեզ ինչքան տվել է Աստված, դրանով բավարարվեք, պետք չի, որ նման բաներ եք անում։ Հազարավոր մարդկանց դժվարություններին հետևող Կարինեն խորհուրդ է տալիս ջահելներին չհեռանալ արմատներից, հավատարիմ մնալ հայկականին, ավանդականին գնահատել ունեցածը, աշխատել, շատ աշխատել ու սիրել այն մի բուռ հողը, որն իրենց կերակրում է։ Ջահելները լրիվ էլ լոդր են, հազարից մեկը, որ կարելի ասել անտառի հետ սերունի, կարա գնա բան բերի, բայց ես ամեն օր գնում եմ, խաղում բերում, ջուլացել եմ, չեն ուզում աշխատեն։ Պետք է տանը նստեն, որ կողքից մի կտոր հաց բերեն տան, բայց ով բերի այդ հացը, եթե դու չես աշխատում, ում աշխատացնես, ուզում ուտես։ Իսկ իր ուզածը ու սրտում պահածը ամեն Աստծո օր մի պատառ խաղաղություն է։ Աշխարհին թող խաղաղությունը լի, որ այս երեխեքը առողջ են, գոնե սրանով բավարարվեն, հերիքա ինչքան երեխեքի գլուխը կերան, կտորեցին այս հայ ժողովրդին։ Ալիևը սատկի պրծնենք, բալի իմանանք այսօր մեռելա, մի հատ լավ քեֆ կանենք, որ իմանանք մեռելա։ Մանանա Վարոսյան, Դավիթ Թամազյան, Անկյուն Գումարած 3 հեռուստաընկերություն։ Valex Garden հոթել Ալավերդին առաջարկում է ժամանակակից հարմարություններ գործնական եւ հանգստի նպատակով ժամանողների համար։ Լավ կահավորված սենյակները, խորհրդային ճարտարապետությամբ գեղեցիկ կառույցը եւ կից սրճարանն իր հաճելի շրջակայքով ու թարմ պատրաստված բարձրորակ ուտեստներով ձեր հանգիստը կդարձնեն լիարժեք, իսկ ուղևորությունն անմոռանալի։ Գտնվելով Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղու անմիջական հարևանությամբ Valex Garden-ը ամենահուսալի եւ հարմարավետ կանգառն է երկու ստեկ սահմանը հատողների համար։ Տարածքում են Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցին, ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցուցակում ներառված Սանահինի կամուրջը։ Բացահայտեք Հյուսիսային Հայաստանի ողջ հմայքը, սկսելով ձեր ճամփորդությունը Valex Garden-ից։